Քանի որ այս թեզը ասում են, որ շրջանառության մեջ է եղել շատ վաղուց եւ դրան պետք չէ ուշադրություն դարձնել, դրանք ադրբեջանական նարատիվներ են, Փաշինյանը մի անգամ չի, որ հերքել է դրա գոյությունը 2025-ի հունվարին կարծեմ ինքը հայտարարել էր իլուր այսպես Ադրբեջանի, որ այստեղ չկան արևմտյան Ադրբեջանին պատկանող տարածքներ ու հավասարության նշան է դրել արևմտյան Հայաստանի հետ։ Նախ այս հակադրությանը կուզեմ անդրադառնալ, ճիշտ է, այսպես այս երկու տարատեսակ պատմության տարբեր փուլերում ստեղծված մեկը փաստահեն, մեկը կեղծ տեղեկությունների իրար համատել եւ հաջորդը վերջերս էլ Փաշինյանը վստահեցել է, որ դրանք դուք եք շահարկում քարոզչական նպատակներով եւ ամենևին իրենք պատրաստ չեն այդ խոսույթը այստեղ շնորհակալ եմ այդ խոսքի համար, շնորհակալ եմ։ Այո, իշխանությունը հայտարարում է, որ բանակցային process-ում որևէ այսպիսի հարց չի քննարկվում, որ դուք ուղղակի այելի խոսույթն եք այստեղ։ Շատ լավ։ Եկեք ընտրությունից 11 օր հետո Օրդուբադ քաղաքում միջոցառում նա մի քանի անգամ մերժել է, որ ճանապարհ է տալու Սյունիքով, ասել է նա, Մեղրիում էլ մարդիկ մոտեցան, ասեցին ճանապարհ տալու ես, ասեց ոչ։ Այսինքն դուք մտավախություն եք, որ էլի պատերազմի սպառնալիքով սա է։ Պատերազմի սպառնալիքով չէ, ճնշումների։ Տեսեք, խաղաղություն է լինելու, մենք տեսնում ենք խաղաղությունը։ Խաղաղությունից հետո կա երկու ձևի խաղաղություն, կա թույլ խաղաղություն, որը իրենք են բերում, եւ կա ամուր խաղաղություն, որը Հայաստանը պաշտպանելու է, Հայաստանի ազգային հիմնարար, հիմնող ազգի իրավունքները պաշտպանելու է։ Ինչ է թույլ խաղաղությունը։ Թույլ խաղաղությունը դա թուրքերի եւ ադրբեջանցիների ազդեցության տակ ընկած իշխանության թույլտվությունն է Հայաստան տեղափոխվել օտարածին տարերի խաղաղությունը լինելու է, ուղղակի ամուր խաղաղությունը, երբ որ Հայաստանում վերջի, մեր հայրենիքի վերջի հատվածում, որ հայկական է, հայեր են ապրելու, թույլ խաղաղությունը, որ իրենք ճնշելու են իրենց գործիքակազմով, ինչպես ճնշել են, սահմանադրություն փոխել։ Պատկերացնում եք, մեր երկրի ներքին հարցն է սահմանադրությունը։ Ինչպես ճնշել են, մեր երկրից տարածքով ճանապարհ տալ, ճանապարհ Իհարկե դա մեր երկրի տարածքն է, մեր երկրի սուվերեն տարածքն է, դա ճանապարհ է եւ ոչ այլ ինչ, բայց ճանապարհ ենք տվել մենք այդտեղ, իրավունքներ ենք տվել այդ ճանապարհով անցնելու, նրանից հետո եւ բազմաթիվ անգամներ ասվել է, որ չի լինելու այդպիսի բան։ Ասածս գիտեք ինչն է, ինչ ասել է, տվել է այս մարդը։ Լավ, Օրդուբադում ընտրությունից 11 օր հետո ինչու են մեծ ֆորում անում, ինչու է նախագահի մասշտաբով ամեն հարմար առիթի հայտարարում, ինչու է նախագահի օգնականը, ով բանակցող կողմ է Հայաստանի հետ, խոսում 300,000 ադրբեջանցիների մասին, եւ ինչու հմեկը դրա մասին չի ասում մարդկանց։ Օրենքով ընդունվելու է օրենք, որը գործելու է տասնամյակներ։ Հակա Սաֆարովյան օրենք, որով Հակա Սաֆարովյան օրենք, այո։ Իրենք թող գտնեն ով է Սաֆարովը եւ հասկանան, թե ինչու է այդ օրենքը հայ հասարակությունը ընդունել։ Հակա Սաֆարովյան օրենքը նախատեսում է Ադրբեջանի քաղաքացին։ Այսօր կա auction Skype, որը հիշում եք, մենք ասեցինք, որ Ադրբեջանի քաղաքացիները նշված են որպես երկիր, որի քաղաքացին կարա մասնակցի Հայաստանում աճուրդի։ Ես դա Facebook-ի մեր էջում հրապարակեցի։ Դրանից հետո իրենք ասեցին, որ դա շուտ է դրվել։ Իսկ դրանից հետո մի շաբաթ հետո տարածքային կառավարման նախարարը ասեց, մենք ունենք նոր կայք e-auctions,
աճուշտների կայք, որը գործարկել ենք նոր։ Այդ կայքով Ադրբեջանի քաղաքացին իրավունք ունի գնում անի, իհարկե այս բանը չէ, խաղաղության պայմանագրից հետո։ Հիմա մեր քայլը ինչ է լինելու։ Ադրբեջանի քաղաքացին իրավունք չի ունենալու հող գնել։ Այսօր էլ քաղաքացիները օտարերկրյա հող կարող են գնել միայն ընկերության միջոցով։ Բացում են ընկերություն 20,000 դրամով, գնում են հող։ Իրավունք չի ունենալու ընկերությունների միջոցով էլ հող գնի, բնակարան գնի եւ անգամ նվեր ստանա Հայաստանում գույք։ 1. Երկրորդ, Հայաստանում 10 օրից ավել գտնվելու իրավունք չի ունենալու։ 10 օր թող գան գնան, ոչ ավել։ Եվ այս օրենքը գործելու է տասնյակ հարյուրավոր տարիներ։ Հուսով եմ հարյուրավոր, բայց վստահ եմ տասնյակ։ Իսկ եթե այդ ադրբեջանցիները այլ երկրի քաղաքացի են, Էմիրությունների, Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի, որտեղ դուք գիտեք միլիոնավոր ադրբեջանցիներ կան։ Իրանի հետ կապված ես կարող եմ ասել, որ ձևաչափը մի քիչ այլ է, բայց ընդհանուր այլ երկրի ադրբեջանցիների միջոցով փորձերի հետ կապված մենք վիզավորման մեխանիզմ ենք մտածում, թե ինչպես այդ վիզավորումը լինելու, որ այն երկրի քաղաքացիները, որոնք այն երկիրը, որ ագրեսիա է կիրառել Հայաստանի դեմ վերջի 8 տարվա ընթացքում 3 անգամ, իրավունք չունենա որևէ տարանցիկ ուղով Հայաստանում հող ձեռք բերի։